Մեր օրերի ամենաարտի եւ լուրջ խնդիրներից մեկը շրջակա միջավայրի աղտոտումն է, որը մեծ ազդեցություն ունի մարդու կյանքի վրա։ Սակայն կան մի շարք վտանգներ, որոնք մենք պարզապես չենք նկատում։ Ուստի այս անիմացիոն ֆիլմում կխոսենք երկրի անտեսանելի վահանի, օզոնի, օզոնային շերտի քայքայման պատճառների, հետևանքների եւ պայքարի ուղիների մասին։ Մթնոլորտի երկու հիմնական շերտերն են տրոպոսֆերան, որն այլ կերպ կոչվում է նաև ներքնոլորտ, եւ ստրատոսֆերան, որն այլ կերպ կոչվում է վերնոլորտ։ Մեր մթնոլորտը կազմված է գազերից, հիմնականում ազոտից եւ թթվածնից։ Քանի որ օդը սեղմելի է, այն դառնում է ավելի ու ավելի նոսր։ Այսպիսով, մթնոլորտի 99%-ը գտնվում է հենց առաջին 50 կիլոմետրում։ Մթնոլորտի միջով անցնող տեսանելի արևի ճառագայթները տաքացնում են երկրի մակերևույթը, տաքացնելով օդը երկրի մակարդակում, եւ սառը օդը վերակերպվում է տաք օդի։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները անցնում են ստրատոսֆերայում գտնվող մոլեկուլային թթվածնով, որը բաժանվում է բարձր արագություն ունեցող ատոմների։ Այս ատոմները հանդիպում են օդի մոլեկուլներին, ինչի արդյունքում սկսում են դանդաղանալ։ Այդ ժամանակ դանդաղացած թթվածնի ատոմը կարողանում է ստեղծել անկայուն կապ թթվածնի մոլեկուլի հետ, առաջացնելով օզոն։ Այժմ մենք ունենք ձևավորված օզոն, որը կարող է տրոհվել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ, առաջացնելով թթվածնի ատոմ եւ մոլեկուլ։ Օզոնային շերտի հիմնական գործառույթը երկրագնդի պաշտպանումն է արեգակի ճառագայթներից։ Հետևաբար, օզոնի ընդհանուր պարունակության նվազումը կարող է հանգեցնել մարդկանց կյանքի որակի նվազեցմանը։ 1980 թվականին գիտնականները հայտնաբերեցին օզոնային շերտի քայքայում Անտարկտիդայի վրա, որը կոչեցին օզոնային խոռոչ։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նմանատիպ խոռոչները առաջանում են ամենուրեք եւ պատճառում մեծ քանակությամբ վնաս։ Երկրին հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթները աճում են, ինչն էլ հանդիսանում է մաշկի քաղցկեղով եւ աչքի կատարակտով հիվանդացությունների հիմնական պատճառ։ Զուգահեռաբար պարզվեց, որ ավելացել է օզոնը քայքայող նյութերի քանակը։ Դրանք օգտագործվում են սառնարանների, օդորակիչների, փրփուրների արտադրության, ինչպես նաեւ արդյունաբերության այլ ճյուղերի մեջ։ Խոսքը ֆտոր քլոր ածխածինների մասին է։ Դրանց օգտագործումը կտրուկ աճ ապրեց 1930-ականներին։ Մինչև 1980-ականները ամեն տարի մթնոլորտ էին դուրս նետվել մոտ 1.5 միլիոն օզոնը քայքայող նյութեր։ 1980 թվականին բրիտանացի Ջո Ֆարմենը առաջին անգամ հրապարակեց իր կատարած հետազոտությունը, որի արդյունքում բացահայտվել էր առաջին օզոնային խոռոչը, եւ հենց նրա շնորհիվ Մոնրեալում ստորագրվեց համաձայնագիր տվյալ նյութերը քիչ օգտագործելու վերաբերյալ, որը ստորագրել էին աշխարհի բոլոր երկրները։ Չնայած այս համաձայնագրի, օդի աղտոտումը եւ օզոնային շերտի քայքայումը շարունակվում է։ Օդի աղտոտումը լուրջ գլոբալ խնդիր է, որն ազդում է ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի վրա։ Այնուամենայնիվ, մենք ունենք հնարավորություն փոխելու իրավիճակը։ Թունավոր նյութերի քիչ օգտագործումը, տրանսպորտային միջոցների էկոլոգիական լուծումները, վերականգնվող էներգիայի օգտագործումը եւ բնապահպանական քաղաքականությունը կարող են նվազեցնել աղտոտվածությունը եւ բարելավել օդի որակը, քչացնել օզոնային խոռոչները։ Չէ՞ որ մաքուր օդը առողջ ապագայի բանալին է։